Հովանավանքում կեղծ ըստեյության եկեղեցու կողմից հերձված քահանան այլևս նախկին Ստյոպան Ասատրյան Տեր Արանում էր, երբ որ քահանա էր։ Դա անցյալում է։ Այո, աղանդավորական ծես իրականացրեց ըստեյության հայ առաքելական եկեղեցում Սրբապիղծ ծես, որին մասնակից էր նաև Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը։ Խնդրեմ ես մասով ձեր խոսքը նաև հակալիք Կիրակի եւս նախաձեռնում են, որպեսզի գնան այդ կեղծ ծեսին, համեցեք։ Դա իրականում իրոք ծես չէր, այլ չպատարակ էր, չծես էր, որովհետև եկեղեցու ամբողջ կանոնագրքով եւ ծիսական հազարամյա ավանդույթով կարգալույծ եղած, ընդ որում իր իսկ կողմից կատարված գործողությունների հետևանքով, այսինքն նախկին Տեր Արամիններ եւ ներկա Ստեփան Ասատրյանին ոչ ոք, չգիտեմ, համենայն դեպս մեզ հայտնի չի, որ որևէ մեկը ստիպել է նրան այդպիսի դիրքորոշում իրականացնել, հակաեկեղեցական եւ ես կասեի ոչ միայն հակաեկեղեցական, հակաաստվածային, որը երևի թե ամենավտանգավոր մեղադրանքն է, այդ չպատարակը ըստ էության ապացուցեց այն առասպելը եւ ցույց տվեց, որ որքան կեղծ է այն մարդկանց հավատը, որոնք անդադ պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը հրաշալի PR, չգիտեմ, մասնագետ է, տիրապետում է հասարակայնությանը այսպես գործիքավորելու բոլոր հմտություններին եւ իրականում խորհրդարանական ընտրություններն էլ ամեն ինչ էլ ինքը կարող է այսպես կեղծել, այդ Կիրակնորյա պատարակը ապացուցեց, որ դա առասպել է։ Նիկոլ Փաշինյանը այլևս չի վերահսկում ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տրամադրությունները, այլև նաև սեփական թիմի մարդկանց սրտերը եւ ուղեղները, եթե կարելի է փոխաբերաբար այդպես հայտարարել, որովհետեւ մենք տեսանք, որ լավագույն հաշվարկներով, չգիտեմ, անգամ 1000-ի չէր կարող մոտենալ այդ մարդկանց թվաքանակը, բայց խնդիրը ոչ միայն թվաքանակը չէ, որովհետեւ այնտեղ հատուկ դեմքերով նաև այսպես որոշակիացրել էին, որ քաղաքացիական հագուստ հագած ոստիկանական եւ այլ հատուկ ծառայությունների, այսինքն ազգային անվտանգության ուժեր են եղել, այլև ինքնական, իսկ այս հավաքը դեռևս այդպես պարտադրված չէր, մենք տեսանք ինչպես քաղաքապետը ոչ այնքան այդպես հիմնավոր պատճառով հրաժարվեց եւ ի սկզբանե ասաց, որ ինքը չի մասնակցելու, ես Երևանի քաղաքապետի մասին եմ այդ միջոցառմանը խոսում, Տիգրան Ավինյան, Ալեն Սիմոնյանը, որ ասաց Նիկոլ Փաշինյանը մասնակցում է, դա բավարար է, եւ ընդհանրապես ամբողջ խորհրդարանը եւ նաեւ կառավարությունը, փոխվարչապետերը, արտգործնախարարը եւ մնացած այլ բոլոր շատ նախարարների մենք այնտեղ չտեսանք։ Իրականում սա ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կարողանում հասարակայնությանը այսպես բարձրացնել կեղծ գաղափարներով, այլ նաև իր սեփական թիմին։ Ճիշտ է, ինքը նախաձեռնում է երկրորդ այցը, բայց ես ձեզ ասեմ միայն առաջին այսպես սերը չի, որ կուտ է գնում, կամ առաջին գործողությունը չէ, որ կուտ է գնում, երկրորդ գործողությունը համոզված եմ, որ նույնքան տապալված է լինելու, գուցե ինքը հավաքի ենթադրենք այս անցած Կիրակի հանդեպ կրկնապատիկ անգամ ավելի մարդ, բայց դրանով ինքը չի մոտեցնելու իր ծրագրած, չեմ կարող ասել դա գունավոր հեղափոխությունների գաղափարաբանությունից է բխում ունենալ երկրորդ եկեղեցին, բայց ես ձեզ ասեմ երկրորդ եկեղեցի ստեղծելու համար թերևս Նիկոլ Փաշինյանի խորհրդատուները իրեն այլ գործիքակազմ եւ ճանապարհ կարող էին առաջարկել, միջայլոց ինքը նաեւ հրաշալի հնարավորություն ուներ իր գիրքը հայտարարել Սուրբ Գիրք, այդ երկրի հակառակ կողմը, որովհետեւ անցած Կիրակի պատարակը ես կարող եմ կոչել միայն երկրի հակառակ կողմի պատարակ, եւ դա Սուրբ Գիրք հայտարարեր ու այնտեղ ստեղծեր իր այդ նոր, չգիտեմ, հերձվածը կամ աղանդը, բայց ոչ, ինքը ուզում է գունավոր հեղափոխություն
հեղափոխություններում արկա այդ գաղափարաբանությունը զուգահեռ եկեղեցիներ ստեղծելու, կատարել ոչ թե զուգահեռ, այլ լրիվ ուրիշ ձևով մտնել վեհարանը վերցնել, այսինքն ինքը շեղվում է գունավոր հեղափոխությունների այդ գործիքակազմից, իմ կարծիքով, եւ այստեղ էլ նրան սպասում է իրականում պարտությունը, որովհետեւ արդեն հազարամյակից ավելի գոյություն ունեցող եւ այն եզակի քրիստոնեական եկեղեցին, որի մայրաթորը բարձրացել է մի վայրում, որտեղ իջել է Աստծո որդին Հիսուսը, էջ միածին նշանակում է միածինը իջավ եւ այդ լույսի վայրում է, որ բարձրացել է մեր մայրաթորը, քանդել այն կամ վարկաբեկել այն ապօրինի ստեղծված կասկածելի ծագում ունեցող ինչ-որ հոլովակներով, գաղափարներով կամ թեկուզ մի քանի 100 մոլերանտ մարդկանց զայրույթի ալիքի վրա վերացնել Աստծո ստեղծածը անհնարին է։ Մարդիկ գնում գալիս են, իսկ Աստծո հիմնածը եւ հայ առաքելական եկեղեցին Աստծո հիմնած եւ Աստծո օրհնությամբ ստեղծված հաստատություն է, ինքը կայուն է։ Եվ ես անկեղծ ասած այս իրադրության մեջ որոշ դիտողներ, ես ինքս չեմ դիտել այդ կադրերը, ասում էին, որ Նիկոլ Փաշինյանը նաև աչքերին արցունք է երևացել, չգիտեմ, ես կարծում եմ այդ պատարագին բոլոր մասնակցողները երբեք այն չեն մոռանա եւ հասկանում են, որ դա բերում է իրենց այսպես հանրային վախճանին։ Այսինքն դա որոշ քաղաքական ուժերի առաջնորդների եւ դեմքերի քաղաքական վախճանի մասին խոսող պատարագ էր, իսկ այդ Ստեփան Ասատրյանի դեմքը, ճիշտն ասած, ինձ հիշեցնում էր, չգիտեմ, դատապարտվածության գերագույն աստիճանը ունեցող մի մարդու, որը ինքն էլ հասկանում է, որ ինքը դեմ դուրս չի եկել անձի, գիտեք, քաղաքացիական պայմանագիրը անդհատացում է, որ իրենք եկեղեցու դեմ չեն պայքարում, իրենք անձի դեմ են պայքարում, իսկ Ասատրյանը, Ստեփան Ասատրյանը երևի իր այսպես բոլոր երազներում եւ անգամ աղանավանքի փականը փոխելիս հասկացել է, որ ինքը անգամ հաստատության դեմ դուրս չի եկել, ինքը Աստծո դեմ է դուրս եկել, իսկ Աստծո դեմ դուրս եկածների վախճանը իրականում կանխորոշված է եւ նկարագրված է թե հին կտակարանում, թե նոր կտակարանում։ Ուստի հաջորդ կիրակին տեղի ունենալու նույնի, ես կասեի, առավել ծախող տարբերակը եւ համոզված եմ, որ ճիշտ էին մեր այն 100,000-ավոր հավատացյալները, որոնք պարզապես անտեսեցին եւ պարզապես արհամարեցին այդ իրադարձությունը։ Նաև մի քանի այլ հարցերի հետ կապված ձեր տեսակետը լսենք։ Տեսեք, այս փուլում ակտիվացել է նախկին դատախազ Արտուր Դավթյանը, կարծում տեսել եք ինչ ասել ինքը, ինչ ունեք ասել, ինչ է խաղում իրեն նպատակը որն է։ Գիտեք, ես կարծում Արտուր Դավթյանը ինչպես այդ ոճի մարդիկ, ինչու եմ ասում այդ ոճի, որովհետև Արտուր Դավթյանը մի մարդ էր, որը օժտված էր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին բնորոշ եւ նրան հատուկ գործառույթներով օժտված, օրենքով նրան պատվիրակված գործառույթներով եւ նա կարող էր կասեցնել բոլոր ապօրինությունները, բայց ինչպես այն մարդիկ, ովքեր միշտ ուժի կողմում են եւ գայթակղվում են, նա շատ լավ է զգում քամիների փոփոխությունը։ Ես կարող եմ մեկ ուրախալի փաստ նշել, այդ Արտուր Դավթյանի այսպես աշխուժացումը կարելի է կապել այն իրողության հետ, որ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի իշխանության այսպես ավարտը արդեն զգալի է եւ մոտենում է։ Այո, գիտեք, առնետները միշտ առաջինն են լքում, դա այն կենթանին է, այսպես կենսաբանորեն ապացուցված է, որ շատ լավ է զգում քամիների փոփոխությունը։ Քամիների փոփոխությունը զգում են ոչ միայն այսպես այդ դրոշակները, որ դնում են տանիքների կատարին, այլ նաև այդպիսի արարածները։
Եվ միակ թերևս, ինչ ասեմ, մխիթարական բանը կամ ուրախացնողը դա է, որ իսկապես այդ անսասան թվացող իշխանությունը, որը գնալով հենվում է միայն օրինախախտության վրա, սասանվել է։ Իսկ մնացածը պարզապես դա իր բարոյական խնդիրն է, ինչպես խոսեցինք Ստեփան Ասատրյանի մասին, ամեն մարդ ինքը պետք է հասկանա եւ կրի պատասխանատվություն եւ նաեւ ունենա գիտեք լռելու կարողություն։ Ես պարոն Դավթյանին կմաղթեի միայն մեկ բան, որ ինքը ունենա ճիշտ պահին, ճիշտ տեղում լռելու կարողություն, որովհետև անընդհատ խոսելու եւ սխալ խոսելու եւ իր լիազորությունները չիրականացնելու պատեհությունը մենք տեսանք, նա չկանխեց Նիկոլ Փաշինյանի եւ մնացածների կողմից կատարվող հանցագործությունները, ուստի այսօր ավելի լավ է ինքը լռի։ Բայց նաև գիտակցում է, չէ՞, որ ոչինչ է ոչ ոք չի մոռացում։ Իհարկե, երբեք։ Սին են այդ մտքերը եւ ես ձեզ ասեմ, գիտեք, մի նավից մյուս նավը թռչելը ընդհանրապես շատ ձախող գործընթաց է, ավելի լավ է ապաշխարել եւ չհետեւել այդ տհաճ գրծողների օրինակին։ Օրերս Սասուն Միքայելյանը Եռաբլուրում հայտարարում է, եթե Վազգենը կենթանի լիներ, չէր լինի Արցախի հետ, այն ինչ եղավ։ Կուզեմ ես իր ասածին անդրադառնաք եւ նաեւ օրինակ ձեզ նորից հիշենք, ինչ կաներ Վազգեն Սարգսյանը եւ լսեր օրինակ ներողություն Սասուն Միքայելյանը գոռում է այս հեղափոխությունն ավելի կարեւոր է, քան Արցախյան շարժումն ու հաղթանակը եւ գնում այս իշխանության հետ Արցախի վերջնական կորստի հանձնման եւ արդարացնում։ Այո։ Գիտեք, քանի որ մենք հոկտեմբերի 27-ի հերթական դաժան տարելիցը ունեցանք, դրա հետ կապված այսպես շատերս խոսել ենք, ես մի շեշտադրում եմ կատարել, որը կուզենայի այստեղ կրկնել, հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ, որպիսի 20 թվականին լիներ 44-օրյա պատերազմը, սկսվեր Արցախի զավթումը եւ 23 թվականին Արցախը լիովին հայաթափվեր։ Դա դրսի ուժերի կողմից մշակված այդ ծրագրի առաջին պարտադիր բաղադրիչն էր եւ հայ հասարակությանը մոլորեցնելու, պառակտելու լավ կազմակերպված գործողության արարը։ Այդ առումով ես կարծում առանց գիտակցելու այս ճշմարտությունը Սասուն Միքայելյանը դա կրկնում է, բայց իրականում մենք նոր խոսում էինք, չէ, նախկին գլխավոր դատախազ Արտակ Դավթյանի մասին, պետք է ասել, որ նա եւ Սասուն Միքայելյանը պատկանում են այն տիպի մարդկանց շարքին, որոնք միշտ նախընտրում են լինել ուժեղների հետ, ասել մտքեր, որոնք այդ պահի իշխանության գրողների ականջին հաճո կլինեն եւ թերևս երբեք չեն վարվում այնպես, ինչպես պահանջում էր իրենց նախորդ կենսագրությունը։ Եթե ողջ լիներ Վազգեն Սարգսյանը, ապա Սասուն Միքայելյանը ընդհանրապես չէր լինի երկրապահի ղեկավար եւ իրավունք էլ չէր ունենա այն խոսքերից հետո, երբ նա այդ հեղափոխություն կոչվող իշխանափոխությունը ավելի բարձր դասեց, քան Արցախյան պատերազմը, Վազգեն Սարգսյանի համար ինքը կդադարեր գոյություն ունենալ իբրև մարդ, իբրև քաղաքացի, իբրև Հայաստանի Հանրապետության հայ քաղաքացի։ Նա անգամ չէր էլ նայի այլևս իր կողմը։ ԿՊԱ-ականները դեմ քվեարկեցին բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին։ Երևանում անցկացվող Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում։ Խնդրեմ։ Բանաձևը Հայաստան խմբակցության պատգամավորներն էին ներկայացրել։ Կարծում եմ բնական է, ես գալուց առաջ կարդացի ադրբեջանական մամուլը եւ տեսա, որ Ադրբեջանի խորհրդարանականները, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարության տարբեր աստիճանի պաշտոնյաներ հայտարարում են, որ իրենք չեն մասնակցելու Եվրանեստի 12-րդ լիագումար նիստին, որը Երևանում է կայանալու, ոչ թե այսպես Հայաստանի հետ կապված պատճառներով, այլ պարզվում է նրանց միակ հակառակորդը Եվրախորհրդարանի պատգամավորներն են, որովհետև նրանք անընդհատ խոսում են Բաքվում այսպես ապօրինի
ընթացողիս այդ դատավարությունները նրանց համար կյանքի խնդիր են, այդ ապօրինի դատավարությունների ընդհատման, այնտեղ օրինականություն հաստատելու մասին եւ ամենակարևորը նրանք հավաստել եւ ամրագրել են էթնիկ զտման փաստը եւ շարունակում են ցավալի է իհարկե եւ ողբերգական, որ իրականում այդ բանաձևը չընդունվեց եւ Հայաստանի ազգային ժողովի, բայց դրանք Հայաստանի չեն։ Ես կասեի դա քաղաքացիական պայմանագրի այդ պատգամավորներն էին, որ դեմ քվեարկեցին։ Հայաստանի Հանրապետության պատգամավորները իրականում կողմ են եւ իրենք են ձևավորել այդ բանաձևը։ Պարզապես տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար։ Ես կարծում եմ, որ եթե մարդ պետք է բացահայտվի ու պետք է լյուստրացիա տեղի ունենա, ուրեմն բացահայտվեք մինչև վերջ։ Ես կարծում, եթե շուտով էլ ցավոք սրտի պատեհության ինչ որ առիթ ընձեռվի, նրանք կհրաժարվեն նաև Բաքվի բանտերում գտնվող ամենայն դեպս Արցախի ինքնորոշման համար պայքարած առաջնորդների ազատությունը պահանջելուց եւ ընդհանրապես Հայաստանի ինքնիշխանությունը պահանջելուց եւ կբավարարվեն միայն սեփական իշխանությունը կամ Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը պաշտպանելու համար մոռանալ ամեն ինչ։ Ուստի ինչպես դուք նոր ասացիք, ոչինչ չի մոռացվում, ամեն ինչ բոլորին տեսանելի է, ով աչքեր ունի տեսնում է, ով ականջներ ունի լսում է, այսինքն այս իշխանությունը մի անգամ եւս ապացուցեց, որ իրենք Հայաստանի Հանրապետության շահերը եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը չեն արտահայտվում, ուստի նրանց դեմ ծավալվող սահմանադրական պայքարը, որը կարող է ունենալ եւ ընտրական եւ այսպես հրապարակային շարժումների տեսք լիովին արդարացված է։ Այլևս թաքնվելու տեղ չկա, սա այն իշխանությունն է, որ գիտեք կան տարբեր հանցանքներ կապված ժողովրդավարության եւ ընտրովի իշխանության ձևավորման հետ։ Դրանցից մեկը ընտրությունները ամեն ձևով կեղծելն է, որը մենք տեսել ենք Հայաստանի պատմության բոլոր շրջաններում, հիմա եւս մենք տեսնում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նաեւ ինչ է տեղի ունենում, բայց կա եւս մեկ կարևոր ընտրական հանցագործություն, որի մասին կուզենայի, որ մենք վերստին խոսենք։ Միասին շարժումը իր հայտարարություններով եւ բոլորս բազմիցս նշել ենք, որ 21 թվականի նախընտրական ծրագիրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության, որը նրանց բերեց իշխանության եւ ապա այս ազգային ժողովի կողմից, որը մերժում էր այդ օրինագիծը Եվրանեստում, իրենք ընդունեցին մի ծրագիր, որտեղ Արցախի հարցը, Արցախի մեր հայրենակիցների խնդիրը, Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի իրավունքի, մարդու իրավունքների արդարադատության, դատական իշխանությունների անջատ լինելու սկզբունքը ամրագրված էր եւ իրենք խախտեցին այդ ծրագիրը։ Այսինքն կարելի է նշել, որ ընտրական խախտումներ տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության ցավոք սրտի երևի թե բացի առաջին ընտրություններից, երբ ձևավորվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը, մեր բոլոր իշխանությունները այդ հանցանքը կատարել են, բայց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը առաջինը կատարել է այդպիսի, այո, ես կարծում ընտրական հանցանք, որը սեփական ծրագիրը բացարձակ ձախողելը, տապալելը եւ իր ծրագրին հակառակ գործողություն իրականացնելն է։ Երեք Դավիթ Ղազենյանն էր ասում տալիս, կարծում ծանոթ եք, որ վերջերս այո, առաջարկել են մեր դրամով իջեցնել, որը բացառապես հանվելու է Սամվել Կարապետյանի շահույթից, մերժվում է բնականաբար, խնդրեմ։ Դե սա էլ հերթական աբսուրդն է, ինչպես ասացի, բացահայտվել, խայտարակվել մինչև վերջ։ Քանի որ նրանք սոսկալի կրակի պես վախենում են ապօրինի կալանավայրում գտնվող Սամվել Կարապետյանից, որի միակ, այսպես ասենք, չնայած այդ բանը հանցանք կոչելն էլ մի տեսակ սրբապղծություն է, բայց միակ այսպես մեղքն այն է, որ ինքը կոչ է արել եւ ասել է, որ մեր ձևով, այսինքն իրենց ձևով կպաշտպանի մայրաթոր Սուրբ Էջմիածին վայրագ եւ սրբապիղծ հարձակումներից, վախենում են նրա հեղինակության այսպես ծավալումից
եւ տեսնում են, որ այս ապօրինի կալանքի ընթացքում Սամվել Կարապետյանի հեղինակությունը գնալով ավելի այսպես մեծանում է, նրանք Հայաստանի Հանրապետության, Հայաստանի քաղաքացուն, որը նրանց համար այս երկրի իբրև թե մեծագույն արժեքն է, նրանց համար չեն ուզում կատարել այդ քայլը։ Էլեկտրաէներգիայի 1 դրամով այդ նվազումը, որը կատարվելու էր բացառապես Սամվել Կարապետյանի այդ շահույթների հաշվին, ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն էր օգնելու եւ ոչ միայն ունեզուրկ քաղաքացիներին, այլև խթանելու էր Հայաստանի ամբողջ տնտեսությունը, արտադրությունը, ձեռնարկատիրությունը, գործարարությունը, որտեղ գիտեք բոլոր այսպես գործարարները իրենց աշխատանքը կազմակերպելու համար էլեկտրաէներգիա էին սպառելու եւ դա նպաստելու էր Հայաստանում տնտեսական իրական մեծագույն աճի եւ գուցե հենց դրա շնորհիվ հնարավոր լիներ գոնե նվազագույնս բարձրացնել Հայաստանի կենսաթոշակառուների հատկացվող կենսաթոշակը, որը բացարձակապես չի համապատասխանում նվազագույն սպառողական զամբյուղին։ Այսինքն նրանք անգամ հրաժարվում են պետությանը այդքան մեծ օգուտ պատճառող այդ քայլից, ինչ է վախենում են, որ իրենց կարծիքով նախընտրական շրջան է եւ Սամվել Կարապետյանը կարող է դրանից շահել։ Դա սարսափելի է, երբ պետության շահը իջեցվում է շրիշակից ցածր եւ կուսակցության ի վերջո դա քաղաքացիական պայմանագիրի կուսակցությունը չէ, կուսակցության շահը վեր է դասվում պետությունից։ Դե Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իմանա, որ այս իշխանությունը իր շահերը ոչ միայն չի պաշտպանում, այլև իր շահերը ստորադասում է նեղ անձնական կուսակցական շահին, որտեղ ընդգծում այդ քայլը ոչ միայն քաղաքացիներին է օգնելու, այլև Հայաստանի ամբողջ տնտեսությանը մենք արտադրական լուրջ աճ էինք գրանցելու։ Եվ շաբաթում սպասվում են ընտրություններ, գիտեք, Մեխակյանը ԿՊ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածուն ուրանալով ըստ էության հորավանդը ինքը ուրացողները շատ են։ Ուրացողների շարքին է լծվել։ Բնականաբար պետք է նաև ուշադիր լինել այդտեղ Արամ Զավեն-Սարգսյանի թեկնածուի, որտեղ իրենք ընդհանուր իշմեք չէ, ինքը ասում են հենց Վեհարանի Վերաբանյանի թայմ աուտ տալու գնամ Հարարցախ։ Հա, ես ապշած եմ, էլի ինչպես կարող եմ։ Բնականաբար սրանք ինչպես ասում ես իշխանության արբանյակներն են, խնդրեմ ինչ սպասել եւ արդյոք շաբաթի ընտրություններում հաղթանակը պետք է լինի նաեւ պաշտպանությունը մեր եկեղեցում։ Ես ներքին համոզվածություն ունեմ, որովհետև այս նախընտրական շրջանում տեսա այնպիսի քայլեր իշխանության ներկայացուցիչի եւ նրան սատարող ներկայացուցիչների կողմից, որոնք ընդհանրապես որևէ բանական ընտրողի ոչ միայն էջմիածնում, այլև այդ խոյ համայնքում, որը միավորել են այսպես էջմիածնին, որ իրենց կարծիքով այնտեղ Մեխակյանը եւ այլն ուժեղ է, այսինքն նրանք կիրառում են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ընդհանրապես կարող են ցանկացած ողջամիտ տարածքի բնակչի վախեցնել, չգիտեմ, այդ արտահայտությունը վերցնել time out եւ գնալ, չգիտեմ, Վեհարանի վրա գրոհելու, դե ամեն մարդ ինքն է որոշում իհարկե իր քարոզարշավը, ես համոզված եմ, որ ընդդիմության թեկնածուները այնտեղ հաղթանակ են տանելու, իհարկե ամենտեղ փորձում են գուժել, որ իշխանությունը թույլ չի տալու այսպես Գյումրու ընտրությունների կրկնությունը եւ ընդդիմադիր քաղաքապետին անմիջապես փորձելու են այսպես ձերբակալել, բայց նաեւ համոզված եմ, որ ընդդիմության հաղթանակը ստեղծելու է շատ ավելի ամուր հող, որպեսզի մյուս ապօրինի այսպես շինծու մեղադրանքներով ձերբակալված մեր համայնքապետերը, մեր հանրապետության քաղաքացիները, մեր սրբազանները ավելի արագ ազատ արձակվեն։ Ես Էջմիածնի քաղաքացիների եւ Էջմիածին ընդլայնված այդ խոշորացված համայնքի բնակիչների անկողմնակալությանը եւ ողջամտությանը ամենակարևորը հավատում եմ եւ իրենք տեսնում են ինչ է տեղի ունենում Հովհանանքում կայացած այդ չպատարակը եւ դրա կրկնության փորձը
գիտեք, հավերժ կրկնելով ավելի է մեծացնում սխալների քո շարանը, մեր քաղաքացիներին հուշելու է գնալ եւ ձայն տալ ընդդիմադիր տեխնացուներին։ Ես որպես միասին շարժման ներկայացուցիչ մի անգամ եւս ընդգծեմ, որ մենք աջակցում ենք 44 օրյա պատերազմում հերոսի պես զոհված Վաչագան Մամիկոնյանի հորը Խաչիկ Մանուկյանին, որը այս ժամանակաշրջանի մեր մեծագույն բանաստեղծներից է, բառաշինարար, հոգևոր հզոր հայ եւ համոզված եմ, որ նրա մասնակցությունը այս ընտրարշավին եւս լրացուցիչ հոգևոր մեծ լիցք է հաղորդում քաղաքացիներին, ապահովելով հաղթանակը այն ուժերի, որոնք ոչ թե կուսակցական շահ են հետապնդում, այլ հետապնդում են այս պարագայում վաղարշապատ խոշորացված համայնքի իրական բարգավաճման, հոգևոր խաղաղության խնդիրը։ Վաղարշապատում չի կարող լինել այդ մթնոլորտը, որը փորձում են ամեն կերպ հրահրել։ Դա Մայր Աթոռը հենց այնտեղ է գտնվում եւ հենց այդտեղ է իջել Հիսուսը, այսինքն այնտեղից պետք է լույս ճառագի եւ խաղաղություն եւ իրական բարօրություն գա։ Համոզված եմ, որ անհնար է այսպես խեղաթյուրել այդ ընտրությունների արդյունքը եւ Վաղարշապատ համայնքի բնակիչները ընտրելու են իրական հոգևոր Հայաստանը ներկայացնող քաղաքական ուժերին եւ Խաչիկ Մանուկյանի մասնակցությունն էլ դրա գրավականներից մեկն է։